կենտրոնից Արարատը։ Հիմա գրում է Արարատը, Կանտեն հարվածում է և շեղ է ստացվում։ Առաջին հարվածը այս մրցավեճում Արարատի։ Մարինյու, մտել է տուգանային հրապարակ։ Գեղեցիկ հնարքով անցնում է մրցակցին, փոխանցումը հետ, սակայն փակում են, որքան լավ ստացվեց։ Մնաց գնդակով, խաղում է ձախ։ Լավ փոխանցում էր։ Արագանում է Կրասովսկին և անկյունային վաստակում։ Վատագույն տարբերակը չէր, հաշվի առնելով, որ փոխանցման Դումբիա տուգանային հրապարակում է, հարվածում է մոտակա անկյունը և բացում խաղի հաշիվը արդեն 18-րդ րոպեին։ Մարկովիչի փոխանցումը նույնպես փակեցին, բայց կրկին Մարկովիչ լավ պտտվեց, բարձրից փոխանցում և անձիմատի Աբուդուն։ Նետու ուղարկում է դեպի Ալեքսը, բարձրից փոխանցում տուգանային հրապարակ, վտանգավոր կլիներ, եթե հարվածը ստացել էր։ Հարվածային է դիրքը, ընկնում է Թաթոսյանը և 11 մետրանոց։ Պետրոս Ավետիսյան ընդդեմ Անզիմատի, Ավետիսյան և գրավում է դարպասը հստակ հարվածով, ուղիղ անկյունն է գրավում և շանս չի թողնում, նույնիսկ եթե անկյունը գրավեր գուշակեր Անզիմատին չէր կարող, որովհետև հանթերի հարված էր կատարել Պետրոս Ավետիսյանը և հաշիվը դառնում է 1-1։ Ինչպես նշում էի, Վանը գնալու է միջև ընդմիջում գոլ խփելու և հենց դա էլ անում է, տեսեք, արտակարգ դիպուկության հարված։ Չեմ հավատում, որ դարպասապահը նույնիսկ եթե գուշակեր անկյունը կհասներ այսպիսի հարվածի հետևից։ 1-1։ Հիմա վտանգավոր է կրկին Թաթոսյան, կրկին ընկնում է և այս անգամ մաքուր է խաղացել։ Խալիֆալա Դումբիա հարվածը ստացվում է դարպասապահի վրա, պայքարում է դեռ տուգանային հրապարակում թիմակից չկա, ստիպված է արգելակել, հարված դարպասին։ Մոտակա անկյունը փորձեց գրավել այստեղ Ասլանյանը, բայց անկյունագծային փոխանցում ձախ, շատ լավ փոխանցում էր Ասլանյան։ Խախտում այստեղ էլ չկա, կարելի է հակագրոհի անցնել։ Ալեքսը գնում է առաջ։ Հիասքանչ փոխանցում կատարում Ռեչելյանին, վերջինս ուղարկում է կենտրոն, Պետրոս Ավետիսյան հարվածում է և բարձր էր։ Վանը հարված մոտակա անկյունը և կարծես դարպասապահը հեռացրեց, այո, բրավո Անզիմատին։ Այդ գոլային դրվագից հետո վտանգավոր կարող է լինել Մանուկյան, հարվածում է հեռավոր անկյունը և հիասքանչ գոլ խփում։ Հիասքանչ բիլիարդային հարվածով գոլ է խփում Մանուկյանը և արդեն հաշվի մեջ առաջ է անցնում Վանը։ Մենք նշում ենք, որ այս թիմի կամային հատկանիշները յուրահատուկ են և նորից ի ցույց են դնում դրանք։ Վանը նույնիսկ ավելի վտանգավոր է, եթե հաշվի մեջ զիջելիս է լինում, քան հավասար հաշվի ժամանակ։ Եվ Նարեկ Մանուկյանը ինչպիսի գեղեցկության գոլ է խփում։ Դարպասապահը սկսեց գրոհը։ Շարունակվեց այսպիսի կրծքով փոխանցումով, այսպես կարող ենք որակել Մարկովիչի կողմից։ Արդյունքում թողեց գնդակը Մանուկյանին և ինչ հարված է կատարում։ Իր լավագույն գոլերից մեկը խփում Նարեկ Մանուկյանը։ Եռաքայլ կոմբինացիա, որում դարպասապահն էլ մասնակցություն ունեցավ և գեղեցկագույն գոլ։ Նմանատիպ նախորդ հարվածից հետո Անզիմատին փրկել էր Արարատին, բայց այս անգամ չի կարողանում դա անել, որովհետև այս հարվածը նույնիսկ ավելի լավն էր։ 2-1 առաջ է անցնում Վանը։ Եթե խաղային րոպեներով հաշվենք, ընդամենը 20-25 րոպեում 2 գոլ են խփում։ Դոմբիլան հասավ այս գնդակին, փոխանցում վտանգավոր է Դումբիա։ Լուլուկյան դեպի Դոմբիլան, այստեղ Թաթոսյանի այս գործողությունը փոխանցում Մանուկյան, հասցրեց փոխանցել ձախ։ Նետո վտանգավոր է, հարվածում է ուղիղ Անզիմատի վրա, իսկ հետո մրցավարը գրանցում է այդուհանդերձ։ Վերջին գրոհն է սա Արարատի, որը սակայն չի լինի, որովհետև մրցավարը հենց լրանում է ավելացրած 6-րդ րոպեն, ավարտում է այս խաղը, հաղթում է Վանը, շնորհավորում ենք այս թիմին, շնորհավորում ենք Չարենցավան քաղաքին այս
արտագնա հաղթանակի կապակցությամբ, կամային հաղթանակի կապակցությամբ, երբ Վանը արդեն 25 միավոր ունի եւ ամրապնդվում է 6-րդ տեղում։